Պացիոնոտակուր շիչետայնեշիքնամրիտա մենք տեսեք ուսումնասիրում ենք հոգևոր զարգացման աստիճանները և այս պահին արդեն մտանք բուն հոգևոր կյանքը քննարկելու գործընթացի մեջ, որտեղ հենց ամենաառաջի գլուխը ինքը կոչվում էր սանսկրիտ լեզվով սաթանաբհակտի, ինչը նշանակում է կարգավորված հոգևոր կյանք, այսպես ասենք, կարգավորված հոգևոր կյանք։ Եվ Բhaktivinoda ինքը սկսեց հենց այդ թեմայից, որը մենք անցյալ անգամ տեսած քննարկեցինք, որ մարդիկ իրանք լինում են երկու տեսակի, կենդանի էակները իրանք լինում են երկու տեսակի, պայմանավորված եւ ազատագրված։ Եվ խոսացում ա նրա մասին, որ պայմանավորված հոգիները, դրանք այն հոգիներն են, որոնք իրենց նյութական կապվածությունների ստրուկն են կամ գերի, իսկ ուրեմն նրանք, ովքեր որ հավերժ ազատագրված են, իրենք այդպիսի կապվածություններից ազատ են։ Հիմա, ինչ է նշանակում նյութական կապվածություններից ազատ։ Ընդհանրապես հենց որ արիացիները իրանք օգտագործում են այդ նյութական բառը, դա միշտ նշանակում է, որ հոգեբանության տեսանկյունից դրա տակը դրված է էգոիզմը։ Ինչն է դուր գալիս ինձ, կամ ինչը ինձ դուր չի գալիս։ Այդ է ամենակարևոր բանն է։ Ու մենք խոսացինք նրա մասին, որ նրանք, ովքեր որ ունեն նյութական կապվածություններ, իրանք ընդունում են այդ 4 պրոցեսներից, որը ես միշտ ասում եմ, որ իրանց հոգևոր կյանքը ինքը բաղկացած է կարմայից, գյանայից, յոգայից եւ բhaktiից, չէ՞։ Ուրեմն այդ պայմանավորված հոգիները, այսինքն նրանք, ովքեր որ նյութական կապվածություններ ունեն, իրանք այդ 3 պրոցեսները ընդունում են եւ կարման, այսինքն բարոյականության սկզբունքները հանուն նյութական երջանկության։ Սա էգոիզմի մասին է խոսքը, չէ՞։ Ուրեմն բանը ասեք հրաժարման սկզբունքների ընդունելը հանուն ազատագրման։ Սա նույնպես էգոիզմի մասին է խոսքը։ Ես ուզում եմ ազատագրված լինեմ նյութական տառապանքից, չէ՞։ Այսինքն ինձ իմ կոնստիտուցիան, թե ես ասենք վերջնականում ինչի համար եմ նախատեսված, չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է ես ինչից եմ ուզում պրծնեմ կամ ունենամ, չէ՞։ Հիմա եւ ընդունում են յոգան։ Յոգան ինքը իր մեջ պարունակում է միստիկական հզորությունների ձեռքբերում, այսինքն իշխանություն։ Ես ուզում եմ իշխանություն ձեռք բերեմ իմ մարմնի, եւ աշխարհի վրա։ Ուրեմն իսկ մենք հասկանում ենք, որ սրանք բոլորը նյութական կապվածություններ, չէ՞, դուրս եկան, թեկուզ եւ թվում է, որ իրանք հոգեվոր ճանապարհ են եւ իրանցից ամեն մեկը, որ մի քիչ վերև է բարձրանում, ավելի նրբանում է, չէ՞, էգոն ավելի դուրբ բանի մասին է խոսքը, որովհետեւ կենթանիակ, օրինակ գյանայում եւ յոգայի մեջ ինքը այդ կոպիտ նյութական կապվածություններից արդեն ազատ է, ինքը տես նուրբ վայելքներն է ուզում, էլի, ուզում է ազատագրված լինի, այսինքն որ անկախ, չէ՞։ Անկախություն է ուզում եւ ուզում է միստիկական հնարավորություններ ունենա, որպեսզի իշխանություն ունենա նյութական աշխարհի վրա, այսինքն ենթարկացնի իր կամքին, չէ՞։ Հիմա ուրեմն այս իմաստով, չէ, մենք բան արեցինք, քննարկեցինք, որ այդ պրոցեսները իրանք կարողանում են տան նաեւ հոգեվոր արդյունք, եթե այդ պրոցեսի մեջ ընդունվում է բhakti կոմպոնենտը։ Այսինքն բhakti-ն դառնա գերագույն աստծո անձնավորության, այսինքն երբ որ կենթանիակը ինքը հասկանում է, որ եթե ինքն է հորինում բարոյականության օրենքներ, այդ իր հորինած բարոյական օրենքները իրան չեն պաշտպանում ոչ տառապանքից, ոչ էլ տալիս են նյութական երջանկություն, Հենց կոմպոնենտը որն է, որ ես ընդունում եմ այն բարոյականության օրենքները, որը տվել է Աստված։ Ինքը մտավ բhakti, որտեղ կապ հաստատեցիր գերագույն աստծո անձնավորության հետ, չէ՞։ Հիմա եթե մարդը տենց ինքնագլուխ ինչ-որ գնում է ազատագրման, հրաժարման մեջ, եսի մի բան չի քերագործադրում, եսի մի չանում, իրանք անպայման իմաստություն են ձեռք բերում, այդ նույն հրաժարումն են ձեռք բերում, բայց ազատագրում մեկը ձեռք չեն բերում, ինչ նշանակում
ընդունեցի բակցին, ես հասկացա, որ իմ հրաժարման մեջ ես պետք է լինեմ այնպիսինը, ինչպիսինը, որ դա ուզում է Աստված, որտեղ ինքն է ազատագրում տվողը վերջնական։ Տարբերությունը հասկանում եք, չէ՞։ Հա, եւ ասենք յոգայի մեջ է նույն բանը, չէ՞, այնտեղ էլ, եթե ես պրոստը վարժություններ եմ անում իմ համար, հա, մի օր ասում եմ կապույտ շարիկ տեսա, մյուս օրն ասում եմ, չգիտեմ, լույսի մեջ էի դուրս եկել, մյուս օրն բանի մեջ եմ, սամաթքի մեջ եմ, մյուս օրն տրանսցենդենտալ մեդիտացիա եմ անում, էդի իմ ուզելով չի, իմ ասելով չի, հասկանում եք, այդ տրանսցենդենտալ աշխարհը ինքը Աստված պիտի թողնի, որ դու կոնտակտ ունենաս այդ ամեն ինչի հետ, չէ՞։ Այ հենց որ ազնվությունը ինքը դա ընդունում է, մտավ բակցի կամպանիան դա։ Այսինքն ամեն ցանկացած իրադրության մեջ, որտեղ դու մցրեցիր Աստծուն, դու մցրեցիր բակցի կամպանիան դա, որին Գերագույն Աստծո ազնվությունը շատ տաք արձագանք է տալիս։ Հասկանում եք։ Ուրեմն մենք այդ այա, որ բայց եթե ասեք առանց բակցի, իրանք ընդունում են ուղղակի նյութական ինչ-որ պտուղներ ստանալու համար, հասկացաք։ Հիմա այն բոլոր ազնվորությունները, որոնք իրանք ընդունում են բաները, այդ ասեք կարման գյանան եւ յոգայի պրակտիկաները, իրանք այսպես կոչված վարնաշմը դարմայի մասնակիցներն են, դա այն ոչ միայն մարդկության, որտեղ կիսաստվածներն են ենթարկվում, բայց ընդհանրապես հնարավոր չի կառուցել հասարակություն, ցիվիլիզացիա, հասարակություն հնարավոր չի կառուցել, եթե այդ 4 խավերը չկան։ Չէ՞, ուրեմն այ իրանք բոլորը մանեն այդ վարնաշմը դարմայի մեջ են, չէ՞, որտեղ վարնաշմը դարմայի մեջ ովքեր են մտնում, այնտեղ մտնում են սովորական բավոր գյուղացիական դասակարգը, հա, այդ առևտրականները, արդյունաբերող առևտրականները եւ ֆերմերները, չէ, իշխանավորները եւ բրահմանները, հա, հիմա տեսեք, ուրեմն գյանիները, յոգերը եւ բակցի, իրանք մտնում են բրահմանների մեջ։ Դի բրահմանիկական կաստանը, այսինքն միևնույնն է, իրանք վարնաշմը դարմայի մասնակիցներն են։ Պրոստը ինչա, չէ, ասենք ինքը վարնաշմը դարման, ինքը ինչա, 4 բանա, չէ, դարմա, այսինքն կարգավորիչ սկզբունքներին հետևելը, բարոյականության օրենքները, պլյուս հոգևոր ռիտուալները, չէ, բանը, արթա, այսինքն տնտեսական զարգացումը, կամա, այսինքն ցանկությունների իրականությունը եւ մոքշա, ազատագրումը, այս մոքշան իրանք բրահմաններն են։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն տենց համապատասխաններ է, ասենք, բանը, դարման ինքը շուդրաներից է սկսվում, տնտեսական զարգացումը վայշիներից է սկսում, կաման ինքը բաներն է, կշատլիների բանը կաստանավոր ինքը շատ մեծ հնարավորություններ ունի ցանկությունների իրականացնելու եւ մոքշան ինքը արդեն բրահմաններն են։ Դրա համար Թակուրը ինքը ասում է, որ այդ բոլորը իրանք վարնաշմը դարմայի ներկայացուցիչներն են, չէ՞։ Մենք անցյալ անգամ խոսեցինք նրան մասին, որ այն ազնվորությունները, որոնք իրանք հետևում են Աստծո կողմից տված վարնաշմը դարմայի օրենքներին, հա, ուրեմն իսկ որն է Աստծո կողմից, էլի դրա հիմքը որն է, այն առաքինության մեջ։ Այսինքն երբ որ վարնաշմը դարման ինքը առաքինության մեջ է, դա նշանակում է, որ հասարակական խավերը իրանք մեկը մյուսի մասին հոգ են տանում։ Հասկանում եք, եւ որ ամենակարևոր խոսքերը այդ հասարակական համակարգի մեջ իրանք երկու հատ են, հա, հոգատարություն, պաշտպանություն, համագործակցություն կներեք, հոգատարություն, համագործակցություն, սրանք ամենահիմնական որակներն են, այսինքն այն ինչ-որ կենդանիակը պիտի կարողանա, հասկանում եք, որպեսզի համ ինքը երջանիկ լինի, համ ամբողջ հասարակությունը։ Հենց որ հոգատարությունը դուրս է գալի, հա, համագործակցությունը դուրս է գալիս, ինքը դառնում է վсё, բան, մրցակցություն եւ թշնամանք, բաց։ Էդի, այսինքն դատապարտված, չէ՞։ Ու արդեն մենք հասկանում ենք, որ այդ կենթանիակի ներքի պլատֆորման դա է, ընդհանրապես խոսք չի կարող լինի,
որ կարող է այդպես ինչ-որ երջանիկ հասարակություն լինի, այդպիսի հասարակությունների մեջ միշտ կան տուժածները, միշտ կան նրանք, ովքեր որ բան են, սևակի ասածը, մարդ կա աշխարհի շալակն է, մյուսը կա աշխարհի իր շալակն է բրծ, հասկանում եք, ուրիշ բանաձև այդտեղ չկա, իր արդարություն, բան այդտեղ անհնար բան է իրականացնելը, եթե այդ երկու գործոնները իրանք չկան, հոգատարություն եւ համագործակցություն, չէ՞։ Հիմա Բաքսենո Թակուրը ինքը ասում է այն նրանք, ովքեր իրական Վառնաշմդարմայի հետևորդներն են, այսինքն իրանց մեջ ունեն հոգատարություն եւ համագործակցություն, չէ՞, իրանք հեշտությամբ են, ինքը ասեց, պահում ընտանիքը, չէ՞, այսինքն հեշտությամբ են լուծում տնտեսական հարցերը։ Տեսեք, իսկ սա կենդանեակի երջանկության հիմնաքարերից մեկն է, չէ՞։ Օրինակ նայեք, տեսեք, ասենք, երբ որ կենդանեակների ներքին պլատֆորման ինքը մրցակցությունն է, չէ՞, կամ թշնամանքն է, միշտ ինչ նշանակում, որ միշտ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք բարդված են, որոնք աղքատ են, չէ՞, որոնք էսել են։ Հոգատարությունը առաջի հերթին այդ խնդիրն է լուծում։ Հոգատարությունը ինքը լուծում է տնտեսական խնդիրը, որտեղ բոլոր կենդանեակների մեջ այդ հոգատարության զգացումը կա, չէ՞, ինքը չի կարող, հասկանում եք, առաքինի մարդը, իրական հոգևոր մարդը ինքը չի կարող հանդուրժի իր կողքը աղքատ անձնավորության։ Դա պրոստը հնարավոր չի։ Ինչ կրոնականության մասին ուզում է խոսքը գնա, անմիջապես նայում եք, այդ հասարակության մեջ աղքատներ կան թե ոչ։ Այս ինչի եմ ասում, Հնդկաստանից չի կարելի օրինակ վերցնել։ Իրանք արիացիների տեսությունը պահպանել են, բայց արիացիների տեսությանը չեն հետևում, որովհետև այնտեղ անհամար աղքատներ կան։ Հա, մենք կարող ենք ասենք, որ աթեիստները մեծ ճիգեր են գործադրել, որպեսզի այդ արիական քաղաքակրթությունը ջարդուփշուր անեն այնպես, որ այնտեղ լինեն ինչ-որ հիմա կա։ Դա մենք կարող ենք ասել, բայց համել պիտի հասկանանք, չէ՞, որ ռեալ պատկերը ինքը արդեն արիական քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունի, ու կապ չունի, այո, որտեղ աստվածամերժության դարաշրջանն է, ու իրանց մեջ արիացիներ, հատուկ են դնել են, կան անձնավորություններ, որոնք արիացիներ են, բայց հիմնական մասան հնդիկների իրանք արիացի չեն, սա պիտի հասկացվի էլի, ինչու որտեղ այնտեղ հանդուրժվում է աղքատությունը։ Եթե դուք գնաք Հնդկաստան, դուք կտեսնեք, որ այդ արիացում մի հատ նշույլ ունեցողը, եթե ինքը ինչ-որ մի բանի տեր է, առավոտ շուտ դուք տեսնում եք, որ ինչ-որ մի հատ մեքենա գալիս է կանգնում է ու սկսում է կենդանիներից բռնած կապիկների, խոզերի, շների համար կերակուրով, մինչև մարդկանց համար նախատեսված այսպես մեծ ղազաներով իջացնում են աղքատները, հերթ են կանգնում, իրանք կերակրում են, բաներ անում, հավաքում գնում են։ Ժողովուրդը ինքը գիտի, որ ամեն օր այս ժամին այս ինչ հարուստը, այս ինչ բանը անելու է։ Ինքը պետական աշխատող չի, որ կարողանա 5-ով լուծի հարցը, չէ՞։ Ու ոչ մեկ չի կարող միլիոնավոր սոված մարդկանց աշխատանք ապահովի, եթե ինքը ընդամենը բանա, սովորական քաղաքացի է, ինչքան էլ ուզում է ունևոր լինի։ Ինչքան կարողանում է, կարող է բաներ ունի, չգիտեմ, գործարաններ ունի, լիքը մարդկանց ապահովում աշխատանքով, բայց դրանով պետական հարց չի լուծվում, չէ՞։ Այդ որ պետականորեն կրոնը իրոք կա թե չէ, միանգամից նայում եք, այնտեղ ինչքան աղքատ կա, որովհետև առաքինի մարդիկ իրանք չեն հանդուրժում իրենց կողքը, ոչ աղքատություն, ոչ դժբախտություն։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն այդ ամենագլխավոր բանը ինքը դա ասեց, որ իրենք բան են անում, իրանք այդ պարտականություններ կատարելու մեջ ուժ են ստանում, պրոստը գերագույն աստվածության նվերն է, հասկացաք, չէ՞, որ եթե մարդը ինքը պարտականության մեջ հաստատված է, գերագույն աստվածությունը ինքը այդ նվերն է անում, որ այդ դու պիտի հեշտ ապրես։ Որտեղ ինքը նյութական աշխարհը իր բնությունով դժվար տվող է, էլի ամեն ինչը։ Դրա համար գերագույն աստվածությունը, երբ որ Բhagavad Gita-ն ինքը ասում է, բան, ասեք, երբ որ ինքը ասում է, որ բանը, կենդանեակի ճիգերը, հետո նոր իմ կամքը, հա,
Այդ ճիքերը խոսքը մարդիկ իրանք սովորաբար ինչ-որ անտեսում են, դեպի թեթև են նայում դրան, բայց իրականում այդ երևույթը ինքը խոսում է նյութական աշխարհի կոնստրուկցիայի մասին, հասկանում եք, որ նյութական աշխարհում ոչ մի բան, մեզ ինչ դա շփոթեցնում, մեզ շփոթեցնում է այն, որ երբ որ մենք չենք ընդունում վերածնունդի գաղափարը, մենք այսպես ենք տեսնում աշխարհը, որ ինչ-որ մեկին մի բանը հեշտ տրվեց, ինչ-որ մեկին էլ չի տրվում, հասկանում եք, բայց եթե մենք վերածնունդի գաղափարը հասկացել ենք, մենք հասկանում ենք, որ այդ տրվեց չի տրվում, ինքը խորքային պատճառ ունի, այսինքն այդ անձնավորությունը, որին հեշտ տրվում է, ինքը իր անցյալ կյանքում պաշարը հավաք է, ինքը ճիքեր է գործադրել, դրա համար հիմա իրան ինչ-որ մի բանը հեշտ է տրվում, իսկ ինչ-որ մեկին են սկզբից չփակա ու վсё, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն դա էլ ինքը իր հայրենին խոսում է նրա մասին, որ ինքը իր անցյալ կյանքերում ճիքեր չունի։ Այսինքն այն ժամանակ, երբ որ այն մարդը ինքը ճիքեր էր, այն հոգին ինքը ճիքեր էր գործադրում, սա կոպիտ ասած բազմոց էր քշում։ Մենք դից ենք ասում, չէ՞, հասկացաք, հետո երբ որ գալիս է արդյունքի տեղը, ինքը ասում է, բան չի, ինքը ունի, ես չունեմ։ Այդ նրա համար էլ հիմա ժամանակակից մարդիկ իրանք հաճախ են, չէ՞, դե ասում, ուզում ես ունենաս իմ արդյունքները, անցի ճանապարհը։ Այսինքն թափի, ճիքերը թափի, ինչ ես մենակ արդյունքը տեսնում, ես քո նման չեմ նստել, չէ, բան, ճիքեր արևածաղիկ չրտել, չէ, ես ճիքեր եմ գործադրել, դրա համար էլ ունեմ ինչ-որ մի հատ արդյունք, բայց նախանձի բնությունը ինքը արդար չէ, դրա նախանձը ինքը իրանով արդար զգացմունք չի, չէ, ու դրա համար ասենք ինքը հետպես է ասում, որ նրանք հեշտ են պահում իրանց ընտանիքը և իրանց մարմինը, իր հերթին վառնաշամադարման Բաքսիլոս Թակուրը բաժանեց երկու մասի, չէ՞։ Երկու մասի ինքը ասեց, որ նրանք լինում են երկու տեսակ, այսինքն նրանք ովքեր որ, եթե վառնաշամադարման ենք ասում, նրանք ովքեր որ կատարում են իրենց պարտականությունները համապատասխան իրենց ծնունդի, հա, ու անում են դա հանուն Աստծո։ Հա։ Ես հատուկ չեմ ասում հանուն Քրիշնայի, որովհետև մենք խոսացինք նրա մասին, որ այս սկզբունքները իրանք կիրառելի են ցանկացած կրոնականության մեջ գտնվող մարդու համար, այդ հանուն Աստծո։ Հիմա եւ նրանք, ովքեր իրանք պարտականություն են կատարում, ոչ վայելեն, հա, ու Բաքսիլոս Թակուրը ինքը շատ խիստ մի հատ հայտարարություն ասեց, չէ, ինքը ասեց, որ այն նրանք, ովքեր դա անում են վայելքի համար, գնում են դրող։ Դե հիմա ինչի համար մենք հետագայում շատ ավելի մանրամասն քննարկենք, հա։ Իսկ նրանք, ովքեր որ դա անում են գերագույն Աստծո անձնավորության բավարարելու համար, Բաքսիլոս Թակուրը ասում է, իրանք պրոգրես են ունենում։ Այսինքն իրանք զարգանում են, հա։ Հիմա, ուրեմն, սա ինչ-որ վերաբերվում է նրանց, ովքեր որ իրանց նյութական կապվածությունների գերին են, այսինքն ստրկության մեջ են գտնվում նյութական։ Հիմա, հաջորդը դրանք այն ազնվորություններն են, որոնք իրանք ազատագրված են, չէ, եւ մենք այստեղ տեսանք, որ ազատագրվածները նրանք են, ովքեր որ չունեն նյութական կապվածություններ։ Հիմա շատ հաճախ մարդիկ մտածում են, որ կենդանիակը ինքը չունի նյութական պարտականություններ, եթե չունի կապվածություններ, ուրեմն չունի պարտականություններ։ Այստեղ Շիլա ինքը Բհագավադ Գիտայում մտնում է մի հատ տեքստով, չէ՞, հիշում եք Արգյունային երրորդ գլխում ինքը մի հատ հարց տվեց, հա, ինքը ասեց, եւ եթե դու իրոք բարձր անձնավորություն ես, որն է պատճառը, որ դու չկատարես քո պարտականությունները, հա, տգետ մարդկանց օրինակ ծառայելու համար։ Այսինքն ինքը այդ գաղափարը առաջ քաշեց, չէ, որ նվիրյալները, պերսոնալիստները, իրանք այդ պերսոնալ աշխարհին ուզմատալինի նյութական ուզմատալինի հոգևոր, իրանք տաք են վերաբերվում։ Հասկանում եք, օրինակ տեսեք հիմա, օրինակ եթե մարդը ինքը հրաժարված է ու ազատագրում է ուզում, չէ, ինքը ինչ պետք է անի։ Ուզում է պատերազմ լինի, ուզում է սով լինի, ուզում է, չգիտեմ, աշխարհը փուլ գա, ինքը պիտի իրան թույլ չտա սարից իջնի, գնա տեսնի իր ընտանիքը ոնց է։
իր համար դա պիտի մեկ լինի։ Հրաժարված դա է նշանակում, բարի չեկա, եթե ինքը ամեն մեկ ճանճի տզոցի ստի բազին դեր տեսնի երեխես ոնց է մեկը ոնց է ինքը արդեն հրաժարված չի։ Հասկացաք, չէ՞։ Այդ է շիքիշտանի որ ինքը ասում է, որն է պատճառը, որ դու չես համաձայնվում, որ պարտականություն կատարես օրինակ ծառայելու համար, չէ՞, տեսեք, դա տաք վերաբերմունք է նյութական աշխարհում խճճված կենդանիակների հանդեպ, չէ՞, Շիքիշտանը ինչ ասում, вообще ընդհանրապես նյութական աշխարհում մակրոնավիրալները ո՞նց են հայտնվում։ Իրանք ո՞նց են հայտնվում այս աշխարհում։ Իրանք տենց են, չէ՞, հայտնվում, երբ որ իրանք տեսնում են, որ Շիքիշտան ինքը Աստված, ասենց ասեմ, Աստված ինքը մտահոգ է, ինքը մտահոգ է նյութական աշխարհում ապրող կենդանիակների ճակատագրով։ Դրա համար իրանք բոլորը մշտական գալիս են նյութական աշխարհ, աշխատում են այստեղ գտնաջան, ուզում են իրանց ցավացնել, ինչ ուզում են իրանց հետ անեն, իրանք մեկը շարունակում են, եթե խո պայմանավորված հոգիների համար չեն անում իրականում։ Հասկանում եք, եթե ուզում եք իմանալ, եթե սենց էլի մի հատ նրբություն ասենք, չէ՞, հասկանում եք, չէ՞, որ մակրոնավիրալները իրանք ինչ իրանք պրեմայի մեջ, այսինքն բացարձակ էքստազի մեջ խորասուզված են հոգևոր աշխարհի իրականությունների մեջ։ Իրանք պրոստը լսել են, որ կա նյութական աշխարհ։ Բաքսիմով Թակուր ինքը հետագայում կասի, այ ոնց որ հոգևոր աշխարհը ներկա է նյութական աշխարհում, պրոստը խոսակցություններով, մենք բոլորս գիտենք, որ կա հոգևոր աշխարհ, մեզ ասում են կա հոգևոր աշխարհ, չէ՞։ Ինքը ասում է նույն ձևի նյութական աշխարհը ինքը ներկա է հոգևորում։ Դու դա ոչ մեկ չի պատկերացնում, ոնց որ մենք հիմա չենք պատկերացնում, թե ոնց կարելի է ապրել սիրո մեջ, իրանք էլ չեն պատկերացնում, ինչ է նշանակում ապրել ատելության մեջ, չէ՞։ Բա ո՞նց է լինում, որ իրանք որոշում են գան քարոզեն։ Հասկանում եք, իրանք նկատում են, որտեղ իրանք շատ են սիրում Աստծուն, իրանք նկատում են, որ ինչ որ Աստծո հայացքի են, աչքի են, խորքի մեջ է, ինչ որ մի հատ անհանգստություն կա, ինչ որ մի հատ բան կա, էլի, որ ինքը հանգիստ չի։ Որտեղ որ կենտրոնանում են, իրանք էդի բացվում է, որ այնտեղ ինչ որ կենդանիակներ կան, որ ես ինչ խոնավալների մեջ են, ու իրանք որպեսզի Աստծուն հանեն այդ մտահոգ վիճակից, գալիս են նյութական աշխարհ, որ իրան օգնեն։ Եթե մենք տրամադրությունների մեջով խոսանք, չէ՞, հասկանում եք, ուրեմն բանը ազատագրված կենդանիակ չի նշանակում պարտականություններ չունեցող։ Հա, մենք կարող ենք ասենք, չէ, իրականում մենք կարող ենք ասենք, հա, ինքը պարտականություն չունի։ Որտեղ Աստված ինքը չի պարտադրում։ Ինքը Աջուլային չասեց, դու պարտականություն ունես իմ կամքը կատարելու, ես իմ ինչ։ Ինքը ասեց, եթե դու բարձր որակ ունես, որն է պատճառը, որ չես ուզում։ Տեսեք, այսպես ինքը ազատ ընտրության մասին խոսած չի, որ մի հատ դու քո մեջ մտի, տես, եթե դու ասենք հիմա այս պահին դու նյութական աշխարհում ես, ու դու կպած ես նյութական աշխարհի բոլոր պրոբլեմներին, դու հիմա այդ պրոբլեմները տեսնում ես, ու դու այնքան բանական ես, որ կարողանաս այդ պրոբլեմները ճիշտ գնահատես, չէ՞։ Այ եթե դու այդ ամեն ինչի մեջ ես, պատճառը ո՞րն է, որ չես ուզում օգնես իրաց։ Հա, այ կարաս ինձ ասես, պատճառը ո՞րն է։ Որտեղ ինքը մենակ մի բան կարար ասես, չէ՞։ Պատճառն է, որ ես ինձ ավելի շատ եմ սիրում, քան քեզ։ Չէ՞, այդպես վերջնականում էլի, ուրիշ ոչ մի պատասխան չկա, չէ՞։ Բայց Աջունան ինքը ասեց, ես քեզ այնքան եմ սիրում, որ թուրը սուրա։ Վերջնական պատասխանը այդ է, չէ՞։ Հասկանում եք։ Ու դրա համար ուրեմն բաները ազատագրված հոգիները իրանք պարտականություն չունեն, բայց կատարում են, երբ որ գտնվում են նյութական աշխարհում։ Հոգևոր աշխարհում ոչ մեկ ընդհանրապես ոչ մի պարտականություն չունի, որովհետև հոգևոր աշխարհում ամեն ինչը հենված է սիրո վրա։ Հիմա Բաքսիմով Թակուրը ինքը խոսում է նրա մասին, որ արդեն ազատագրված հոգին այսպես կապվածություններից ազատ, այսինքն նրանք, ովքեր չեն ուզում նյութական երջանկություն, հիմա
Այսա շատ բաներ այդպես անսովոր գաղափարներ են նրանց համար, ովքեր որ վեդայական կուլտուրայի մեջ են։ Ուրեմն ոչ նրանց համար, ովքեր որ չեն ուզում նյութական երջանկություն, նրանց համար, ովքեր որ չեն ուզում ազատագրում եւ ովքեր չեն ուզում միստիկական ուժեր, բացի այրանք ընդունում են բակտին։ Հա? Այսինքն իրանքա որ ընդունում են, որ իրանց համար ամենակարևորը Աստծո հետ հարաբերությունները վերականգնելն է։ Եթե մենք տերմի չենք ասում, որը մեզ համար ուրիշ բան չի նշանակում, հա։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն տեսեք, եւ նյութական երջանկությունը, եւ նույնիսկ ազատագրումը, եւ յոգայի բաները, չէ, իրանք կենթանիակը ինքը ուզում է իր էգոիզմի համար։ Դրա համար Բաքսիլդոտակուրը ինքը ասում է, որ իրանք իրականում, եթե նույնիսկ բակտի մեջ են, իրանք նվիրյալ չեն։ Հասկանում եք, իրանք նվիրյալ չեն, դեռ նվիրյալ չեն։ Իրանք ուղղակի կանգնել են ճանապարհին, ճանապարհ պիտի անցնեն, որ դառնան նվիրյալներ։ Հասկանում եք, բայց նվիրյալը այդ ինչ-որ ինքը բանա էլի, ազատագրված հոգի է, այդ ազատագրվածը նշանակում է, որ ինքը ոչ նյութական երջանկություն է ուզում, ոչ իր համար ազատագրում է ուզում, ոչ էլ միստիկական ուժեր, չէ, եւ մենք տեսնում ենք, որ իրանք մաքուր նվիրալները, չէ, իրանք մեկ-մեկ Աստծուն աղոթելուց ինչ-որ խելագար աղոթքներ են ասում։ Ասենք Կունտին ինքը ասում էր, եւ թող այս տառապանքները բան կյանքից կյանք նորից ու նորից կրկնվեն, մենակ թե մենք զգանք, որ դու մեր կողքին ես, չէ։ Ավելի գժերն ասում են, ու եթե դու նույնիսկ գնաս դժոխք, ես քո հետևից կգամ դժոխք քարոզելու կամ չգիտեմ ինչ որ դու ես ընդեղ անելու են ես կանեմ, հա, որ իրանց սերը ինքը սահման ընդհանրապես ճանաչող չի։ Հասկանում եք, եւ այն ազնվորությունները, որոնց համար իմինը Աստծո հետ որակները, հարաբերությունները վերականգնելն է ամենակարևորը, այրանքա որ իրական ազատագրվածներն են, որտեվ իրանց համար ոչ մի բան չեն ուզում։ Հասկանում եք, իսկ որ կենթանիակը ինքը ուզում է վերականգնի իր հարաբերությունները Աստծո հետ, դա 100%-անի պատրաստականությունն է Աստծո կամքը կատարելու։ Որտև սիրո ամենագլխավոր հիմքը դա նա է, եթե դու իրոք ինչ-որ մեկին սիրում ես, չէ, դու միշտ շահագրգռված ես նրանով, որ իրան երջանիկ տեսնես։ Չէ, իսկ վերջնականում կենթանիակը ինքը երջանիկ ամենակ նրանով, երբ որ իր ցանկություններն է կատարում։ Հասկանում եք։ Մնացած բոլոր դեպքերում դու շահագործող ես։ Քո մեջ այդ մաքուր սեր ասածը չկա, դու շահագործող ես, ինչ-որ մոտիվներով ես շփվում, ինչ-որ բան ես ուզում այդ ազնվորությունից, հասկացաք, ուրեմն, հիմա, ինքը բակտիի մեջ արդեն, Բաքսիլդոտակուրը ինքը այդպես է ասում, որ բակտիի մեջ ազատագրումը ինքը գալիս է, Աստծո մասին գիտելիքի հաշվին։ Մենք ձեզ հետ Բագավատամով արդեն շատ ենք խոսացել այս թեմայով, չէ՞, որ ասենք իրականում արիացիները իրանք մի հատ ինչ-որ շատ մի կողմից տրամաբանական, բայց մյուս կողմից շատ անսպասելի մի հատ գաղափար են, չէ՞, առաջ քաշում, որն է գաղափարը, էլի, որ ուղղակի Աստծո մասին իմանալը բավական է ազատագրում ստանալու համար։ Ոչ բան անել պետք չի։ Ու գիտեք, ես հիմա օրինակ ձեզ կառաջարկեմ մի հատ հետ նայեք։ Օրինակ տեսեք, ասենք, ես համարյա վստահ եմ, որ դուք դաժե չեք ֆիքսում, որ բակտիի մեջ գտնվելուց ինչքան են թուլացել ձեր նյութական կապվածությունները։ Այն մի հատ նայեք ձեր մեջ։ Այդ կենտրոնացում, այդ հիվանդակին, բան, այդ որ ինչ-որ մենակ կախված ես, ինչ-որ մի հատ նյութական աշխարհում ապրող կենդանիակի, նրանից թե ինքը ոնց նայես, ծուր նայես, թե ճիշտ նայես, բան չի, իմ այդ բանը գալի ու դու դե ոնց բան նայի։ Չէ, կոպիտ ասած։ Հասկանում եք, ինչի համար, որտեղ ներսում մի հատ ուրիշ կենտրոն է առաջանում։
իրականում մի հատ ուրիշ հարաբերություն է առաջանում։ Հասկանում եք։ Ներքին աշխարհում մի հատ ուրիշ հարաբերություն է աշխարհանում, որտեղ կենթանիակը իրան արդեն դրանով է զբաղված։ Հա, մեկ էլ են կողքինը, որ ինչ-որ թելեր ուներ, որ մանիպուլյացիա էր անում, որպեսզի քեզի կարողանա օգտագործի, մեկ էլ ձորգը տենման որ մի ռեակցիա չկա։ Կամար մեկանում չէ, ինքը կոմրա ուշադրություն կդարձնի, չի դարձնի, ինչ անելու, ոնց անելու, հասկանում եք, չէ՞։ Դրամ այդի ինքը կակրաս այդ դրա մասին է խոսքը, որ այդ գերագույն աստվածնավորության մասին գիտելիքը ինչ-որ մի հատ շատ հետաքրքիր դաշտ է ստեղծում, էլի, մարդու ներքին աշխարհում, հասկանում եք, ու դրա հաշվին կենթանիակը ինքը քանի գնում, այդքան անտարբերանում է նյութական աշխարհի հանդեպ։ Հաջորդ գաղափարը ինքը շատ կարևոր գաղափար է, որը առաջակաշում Թակուրը, ոչ թե բնակ Թակուրը չէ, Բhakti Yoga-ն ինքը առաջակաշում այդ գաղափարը, դա նա է, որ Բhakti-ն ինքը ոչ զգայական վայելքն է, ոչ էլ ազատագրումն է համարում արդյունք։ Այսինքն այն ինչը որ գյանայի և յոգայի կամ կարմայի, գյանայի և յոգայի գերնպատակն է, հա, Բhakti-ի մեջ դա իր երկրորդական արդյունքն է։ Հասկանում եք։ Դրա համար, արդեն երբ որ արդեն մենք ծանոթանանք Տեր Կրիշնայի խոսքերի հետ, ինքը կասի էսպես, որ երբ որ կենթանիակը ինքը փորձում է արդեն զբաղվի Բhakti-ի պրակտիկայով, ինքը ասում է, ես զգայական վայելք, ազատագրում, բան, այդ բաները հենց ռազդվա ու տալիս եմ։ Հա? Ինչն եմ դժվար տալիս, ինձ ծառայելու հնարավորությունը։ Հասկանում եք, դրա համար անակ ասենք անձնավորությունը չէ, որ ինքը նյութական ցանկությունների մեջ է խրված, ինքը ձգտում է այդ երկրորդական արդյունքներին։ Ու այդտեղ ինքը կորցնում է ամենակարևոր արդյունքը, որի բացակայությունը չի թույլ տալի, որ ինքը երջանկություն զգա։ Բայց երբ որ կենթանիակը ինքը կենտրոնացած է այն դրա վրա, չէ՞ օրինակ ասենք եթե հոգևոր ուսուցիչը կամ գերագույն Աստծո անձնավորությունը, չէ, մեզ ինչ-որ մի հատ ծառայություն են տալի, որ մենք անենք, չէ, այդ ցանկացած անձնավորություն, որը ինքը ինչ-որ մի հատ ծառայություն ունի, որ Աստծո նկատմամբ կամ հոգևոր ուսուցչի նկատմամբ անում է, ինքը միշտ այդ իրան ներսում զգում է, որ իր վիճակը տարբերվում է բոլոր նրանցից, ովքեր գտնվում են Բhakti-ի մեջ, բայց չեն ծառայում։ Հասկանում եք, այդտեղ մի հատ յուրահատուկ բան է, էլի, որ երբ որ ազնվորությանը ինքը տրվում է ինչ-որ մի հատ ծառայություն, չէ, այդտեղ դաժե բառեր իրանք արդեն ավելնորդ են, որտեղ եթե մարդը ինքը գրագիտություն ունի, ինքը միանգամից հասկանում է, որ այսին միանգամից նշանակում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը, ասենք, իմ հոգևոր պրակտիկան այնպես է գնահատել, որ թույլ է տվել, որ ես իր համար ինչ-որ մի բան անեմ։ Ու դրանից ավելի բարձր բան չկա այս աշխարհում։ Հասկանում եք։ Իսկ քանի մարդը ինքը նյութապես պայմանավորված է, ինքը այդ նյութական արդյունքներն է ուզում, Կրիշնան օրինակ Աստված ինքը ասենք օրինակ բավարարված է մնում մարդու պրակտիկայով, չէ, ու իրան տալիս է հոգևոր արդյունքը։ Հնարավորություն է տալիս ծառայելու։ Կենթանիակը այդտեղ նենց մի հատ կողտություն է անում, էլի Աստծո հանդեպ։ Ինքը սենց հետա շպրտում այդ հնարավորությունը, ու մնում է կենտրոնացած իր նյութական խնդիրների վրա։ Ну, այդտեղ մի հատ Ну, какой привет, такой ответ. Քրիստոնյանը вообще տենց է, էլի։ Նա ու ինքը այդտեղ այդ է ստանում։ Դրանից ավելի մեծ վիրավորանք, ասես չի սենց ասեմ, դրանից ավելի մեծ հիմարություն հոգին չի կարող անի։ Ու դրանից ավելի մեծ վիրավորանք չի կարող հասցնի։ Հասկացաք, չէ՞, այսինքն դու գտնվում ես մի process-ի մեջ, որտեղ դու մտքում եկել ես, որ
Աստծո հետ հարաբերություններ կառուցես, ինչ-որ մի բանը ճիշտ ես արել, Աստծո դուրը հետ եկել է, ինքը քայլ է արել դեպի քեզ, ու դու իրեն ասում ես, «Դու դե պաշտոն քաշի է, ես էդ էի ուզում», ես ասում եմ, «Ես Վասյան երբ է իմալնելու»։ Էությունը կոպիտ է հնչում, բայց դա է։ Հասկանում եք, հա։ Այդտեղ ինչ է անում գերագույն աստվածությունը։ Ինքը նեղանում գնում է։ Ու այդ ժամանակ, որ ինքը նեղացավ ու գնաց, իրան հետ բերելը, հա, այսինքն ինքը սկզբից տենց ոգևորված ինչ-որ քայլեր է անում դեպի քեզ։ Ու Աստված ոչ անի, եթե դու այդ քայլերի հետ սխալ վարվեցիր։ Հա, ինքը ոչ պատժում է, ոչ ասում է բան էսի, ոչ մի բան չի, ինքը սուս, այնքան աննկատ է գնում, որ դու իր հեռանալը հասկանում ես տարիներ հետո, երբ որ հանկարծակի զգում ես, որ բացարձակ ներքին դատարկության մեջ ես հայտնվել։ Հասկանում ենք, այդտեղ ես հասկանում, որ իրականում Աստված վաղուց քեզանից հեռացել է, ու չես կարողանում հասկանաս ինչի, որտեղ դու այդ որ ինքը հեռացել է, հասկանում ես շատ ավելի ուշ, քան թե դա տեղի ունեցել։ Ու արդեն չես էլ հիշում, թե այդ ինչ ես արել, որ տենց է եղել։ Հասկանում եք, ու այդ ժամանակ միշտ պետք է գոնե ասենք մոտենալ Աստծուն այդ տրամադրությամբ, որ ես անկեղծ չեմ էլ հասկանում, երբ եմ դա արել, բայց ներիր ինձ էլի, просто вернись. Հա? И просто я не отпустила тебя. Հասկացանք։ Երբեք չի կարելի Աստծուն բաց թողնել, երբ որ դուք հոգևոր ճանապարհի վրա եք, էլի այդ անհամարական վերաբերմունքը ինքնաբար բանն է։ Հիմա ուրեմն երկրորդ հաջորդ գաղափարը, որ ինքը գալիս է ասատագրված հոգիների համար, դա նա է, որ երբ որ կենդանիակը չի քերագործադրում, որ Աստծո հետ հարաբերություններ կառուցի, չէ՞, այդ Աստծո հետ հարաբերություններ կառուցելու ընթացքում ինքը ուշադրություն պիտի չդարձնի, թե իր նյութականը ոնց է, այլ որ ինքը ուշադրություն չի դարձնում, գերագույն Աստծո ազնվորությունը դա վերցնում է իր ձեռքը։ Ինքը ասես մի անգամից ռաս, ամեն ինչը սենց ամ, այսպես մնում ես։ Հասկանում եք, որտեղ որ ինքն է սկսում գործել, իր հնարավորությունները անսահմանել, չէ՞, ինքը ինքան արագ է այդ ամեն ինչը անում, ուրեմն այդտեղ ամենակարևորը դա է, այսինքն մենք պետք է հասկանանք, որ բացի մեջ ամենակարևոր կենտրոնացումը դա է, որ այն պահին, երբ որ մենք զբաղվում ենք բացիով, մենք պիտի մեր բոլոր տիտական կապացությունները տնենք մի կողմ 15 րոպեով, հա, ու մաքուր կենտրոնանանք Աստծո վրա։ Ինքը այդի անսահման գնահատում է, ու այնտեղ է, որ ինքը դառնում է առատաձեռը։ Հա, ոնց ասում եմ, դու տենց սրտանց ինձ հետ խոսացիր, ուրեմն դու արկես վայելքնել, արկես ազատագրումնել, արկես էսել էնել, ու վերջնականում ինչ է ասվում, չէ՞։ Վերջնականում ասում է, որ եւ այն ազնվորությունը, որից գոհ է մնացել Աստված, այսպեսի տեքստ կա էլի, ասում է, զգայական վայելքը եւ ազատագրումը համաստայով կանգնած են այդպիսի անձնավորության դրան առաջ, որ հնարավորություն ունենան իրան ծառայել։ Ամեն ինչ միանգամից փոխվում է։ Հա, տեսեք, այսինքն դա այդ Նարադամունի ասածն է, էլի, որ պետք չի վազել դրա հետևից։ Դուք վազում եք Աստծո հետևից, այդ ամեն ինչը սկսում է վազել ձեր հետևից։ Սա է սկզբունքը։ Հասկանում եք։ Հիմա ու այստեղից արդեն սկսվում է մասնագիտական խոսակցությունը, որ ինքը բակտին, ինքը բաժանում է երկու ճյուղի, երկու բանի փուլի։ Առաջի փուլը դա, ոնց որ ես արդեն ասել եմ, սաթանաբակտին է, սաթանաբակտին ինքը կարգավորիչ սկզբունքների բանն է, էտապն է, հա, եւ երկրորդը դա բավաբակտին է, այս բառերը հիշեք, էլի։ Բավաբակտին է, բավա նշանակում է հոգևոր էմոցիա։ Այսինքն առաջի փուլում նվիրալը ինքը հեսա մենք քննարկենք էլի ինչով ազբաղված լինում, հա, բայց առաջի փուլում ինքը վերցնում է կարգավորիչ սկզբունքները։
այդ առաջի փուլը, կարգավորի սկզբունքների փուլը իր հերթին բաղկացած է երկու մասից։ Մեկը կոչվում է վայթի բակտի, մյուսը ռակա բակտի։ Վայթի նշանակում է ես չեմ ուզում, բայց հասկանում եմ, որ ճիշտ է ու դրա համար անում եմ։ Ու երբ որ կենդանիակը ինքը հասկանում եմ ճիշտ է, դրա համար զբաղվում եմ բակտիով, այդ պրոցեսի մեջ է հաստատվում, չէ՞, ինքը գնալով կապվածություն է զարգացնում աստծուն մոտ հետ հանդեպ, եւ այդ էտապը ինքը վերջանում է, երբ որ ես հասկանում եմ, որ ճիշտ է, ու արա էս ինչ հավես է։ Հասկացաք, չէ՞։ Երբ որ կենդանիակը ինքը հաստատվում է նրա մեջ, որ հոգևոր կյանքով զբաղվելը իր համար շատ հաճելի է, ինքը մտնում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը ինքը դա սպոնտան կապվածության փուլն է։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ իր կյանքից դուրս է գալիս պետքա խոսքը։ Հասկանում եք, որտեղ երբ որ պետք է, ես բակսիով զբաղվում եմ սենց։ Առավոտը վեր կացա, հիմա պիտի ծառայություն անեմ աստծուն, ասում եմ, ոյ, պիտի ծառայություն կատարեմ։ Կամ դաժե ոգևորված ասում եմ, պիտի ծառայություն անեմ։ Էդի կարգավորի սկզբունքը։ Ես երեկոյան քնում, պարկում եմ քնելու, ու առավոտը մտածում եմ, տեղաշորի մեջ 2 ժամից հետո զարթնում եմ, ցեցի պես հանանում եմ ժամացից 4-ի հետ ալարվել, որ վեր կենամ ծառայություն անեմ, այդի սպոնտանն է։ Հասկանում եք, այլ Պրաբհուպադը ինքը շատ էր սիրում բերել սիրեցյալների օրինակը։ Ինքը ասում է, երբ որ ազնվորությունն է ինքը օրինակի համար չի սիրում իր ամուսնուն, չէ՞, իր գլխավոր բառերը են, ես ինչ պարտավոր եմ անում եմ։ Չէ՞։ Եվ դա միշտ խոսում է նրա մասին, որ իրականում իմ ներսում ես քո հանդեպ ոչ մի էմոցիա չունեմ։ Քեզ ի՞նչ է պետք, ես անում եմ։ Իմ բաններ տղամարդն անում, ինձ որ ինքը այդ բառը սկսեց ասել, որ ինքը ինչ-որ պարտավոր է էդի անում է, նշանակում է այդտեղ զգացմունք չկա, չէ՞։ Հասկանում եք։ Բայց երբ որ օրինակ ասենք մենք սիրում ենք ազնվորությանը, չէ՞, այդ ժամանակ ամուսինն է գալի, ասում է, լսի, հերիք, այ աղջիկ, դուրս արի ես խոհանոցից, էսից գնա, ասում է, չի, առավոտը ինչ ես նախաճաշ ուտելու, սպասի հեսա մի հատ էս վարտիքի դեռ արդյունքեմ, մի հատ էս էլ անեմ, հետո նոր կգամ կքնեմ։ Չէ՞, ինչ որտև կա սերը, կա վերաբերմունքը։ Հասկանում եք։ Ուրեմն այդ Ռագը սատանան ինքը արդեն այն ազնվորություններն են, որոնք իրանք ռեալ կապվածություն ունեն։ Եվ այդ նրանք, ովքեր որ հասնում են կապվածության, այդ նրանք, ովքեր արդեն հաճույք են ստանում հոգևոր կյանքից, չէ՞, իրանք մտնում են, հենց որ այդ ռագայի մեջ որ մտան, իր ամենաառաջի պրակտիկան դա հոգևոր հոգեբանությունը ուսումնասիրելն է։ Իրանք արդեն էլ նյութական աշխարհ, որտեղ այդ կարգավորի սկզբունքների մեջ, չէ, շատ կարևոր է։ Մենք հիմա որ մտանք սատանայի մեջ, դուք կտեսնեք, թե բակտերիոն Թակուրը ինչ մանրամասնությամբ կքրքրի вообще նյութական հոգեբանությունը։ Հասկանում եք։ Եվ ասենք այդ պրոցեսը, երբ որ ինքը ավարտվում է, սկսվում է հոգևոր առաջինը հոգևոր հոգեբանության ուսումնասիրությունն է։ Այդ ուսումնասիրության ընթացքում կենդանիակի մոտ սկսում է բացվել, բացվել իր հոգևոր ընկալումը։ Ուրեմն, եւ երբ որ այդ կարգավորից սկզբունքները ավարտվում են, կենդանիակը ինքը պիտի անցնի այդ սպոնտան սիրո դաշտը։ Հիմա ընդհանուր առմամբ նրանք, ովքեր որ իրաց կյանք են մտցնում իմինը բակտի, այսինքն գերագույն աստծո ազնվորության հետ հարաբերություններին հասնելու կամպանիա դա կամ նրա հետ հաշվի նստելու առաջի տրամադրությունը աստծո հետ հաշվի նստելն է, այստեղ բաները արիացիները իրանք անում են մի հատ շատ կարևոր հաստատում։ Ուրեմն այդ հաստատումը ինքը հնչում է այսպես. Աստծո հանդեպ սերը դա կենդանի էակի հավերժ свойство, հավերժ հատկությունն է։
հասկանում եք, օրինակ երբ որ մակրոնավիրալները իրանք գալիս են նյութական աշխարհ, չէ, երբ որ իրանք նայում են նյութական աշխարհում ապրողներին, իրանք գիտեք ինչ են ասում, իրանք ասում են, իրանք չեն նկատում, որ իրանք ստեղ խելագարի պես Աստծուն են մանգալի, հա, ինչու համար, որովհետև կենդանիակը ինքը կատարելություն է մանգալի, որ այդ կատարելությանը տա իրա սերը, իսկ այդ կատարելությունը էդի Աստվածն է, հասկանում եք, չէ, ուրեմն սա ինքը բանը դրա համար իրանք առաջի հայտարարությունը, որ անում են, դա է դա, որ Աստծո հանդեպ սերը ինքը կենդանիակի հավերժ հատկությունն է, այսինքն սա ինչի է կարևոր, սա կարևոր է մի բանի համար, որ մենք այդ տարբերությունը հասկանանք, որ մենք սերը Աստծո հանդեպ ոչ թե զարգացնում ենք, այլ զարթնացնում, այսինքն դա այն է, ինչը որ ես իմ մեջ ունեմ, օրինակ տեսեք, ես առաջի անգամ, չէ, որտեղ մենք մտել ենք, մենք հիմա շփվում ենք մի հոգևոր հեղինակության հետ, որը ինքը անցկացնում է սրտի մաքրագործման process-ով, ինքը միակն է, միակ հոգևոր հեղինակությունն է, որը պատասխան է տալիս այդ ճանապարհի համար, հա, ոնց որ ասենք հիմա Պրաբհուպադը ինքը միակն է, ով պատասխան է տալիս, որ Կալիուգայի ապրողները գան բատիի դաշտ, ուրիշ պատասխանատու անձ չկա, հասկանում եք, հա, և ասենք, այն մնացածը և մի քանի աչարյաններ կան, որ իրանք պատասխան են տալիս սերը զարթնացնելու process-ի համար, իրանք մի հատ չեն, իրանք 6 հոգի, հասկացաք, հիմա տեսեք, ուրեմն ինչի մասն է, այստեղ խոսքը, չէ, նայեք, երբ որ ես մտածում եմ, չէ, որ ես պիտի զարգացնեմ սեր, էդի ինչ է նշանակում, էդի նշանակում է, որ այդ սերը սկզբնականորեն ինձ տրված չի, հա, իսկ երբ որ մի բան ինձ տրված չի, ես չեմ մեղավորը, որ չունեմ, էդի շատ հեռու գնացող գաղափար է, հասկանում եք, երբ որ իրանք ասում են բանը, որ այդ ասա, որ կենդանիակի ունակությունն է մաքուր սերը, Աստծո հանդեպ, չէ, դա արդեն նշանակում է, որ ես էդի ունեցել եմ, ու էդի հենց ես եմ գործել եմ, ստանում եք, տարբերություն ասկացի, չէ, ես ինչ հոգեբանության մեջ եմ մտնում, էլի, օրինակ ես անկեղծ ասեմ ձեզ, երբ որ ես առաջի անգամ Պրաբհուպադի մոտ այդ Աստծո հանդեպ սիրո գաղափարը, այդ իմինը այդ սահմանումը կարդացի, որ դա կենդանիակի հավերժ բնությունն է, Աստծո հանդեպ սերը, չէ, գիտեք, ես այսպես բառասի նկարագրում եմ, ասես գիրքը դրեցի կողքս, ես պարկեցի ու ռուսերեն էի դեմ, ես ռուսերեն չեմ մտածում, ասի բոժը դա չի, որ ես իմ դա ուրա է դիարա, ուրա կո մեջ, այս սարիկա, ինչ ես արեդի, որտև ես գործր է, հասկանում եք, այդ այս գաղափարը խորքային ընկալելով է, որ կենդանիակը ինքը սկսում է լուրջ զբաղվել հոգևոր կյանքով, հասկանում եք, որտև ինքը այդ պահին, բաշե միշտ, եթե դուք ուզում եք լուրջ առաջընթաց ունենալ, էլի, միշտ երբ որ ինչ-որ մի գաղափար է հնչում, չէ, հատկապես որ քեզ ասում են դու ինչ-որ մի բան ես ունեցել, այդ բաներին պետք է շատ ուշադիր լինել, որտև այդտեղ է, չէ, այդ գաղափարը ինքը երբ որ հնչում է, դա քեզ հնարավորություն է տալիս, որ դու տարածությունը չափես, թե ինչքան հեռու ես դրանից, չէ, ու այդ դու ինչքան հեռու ես դրանից, այդ այն է, ինչ որ դու արել ես քո հետ, հասկանում ենք, ու այս հայտարարությունն ինքը շատ էական, շատ կարևոր բան է, որի շուրջ հանրավորությունը ինքը պետք է մտածի, էլի։ Հիմա,
Հաջորդը դա այնա, որ զարթնացնել այդ ունակությունը, դա կարողանալ կենդանիակը պիտի հասնի դրա պրակտիկայի միջոցով։ Հա, այսինքն ինքը պետք է ինչ-որ մի հատ պահելակերպ կամ կյանքի ձև ընդունի, որը նպաստում է նրան, որ այն ինչ-որ ինքը բանա, այն ինչ-որ ինչի կրող է ինքը որ կա, ինքը բանալի, ասենք, ինքը սկսի զարգացնել, հա? Ու այդ պրակտիկան, որը ինքը զարթնացնում է կենդանիակի մաքուր սերը, ինքը սկսվում է այդ լսողության պրոցեսից։ Հասկանում եք։ Ժամանակին, երբ որ ես 10-րդ երկն էի լսում իմ աղջնուց, ինքը մի հատ շատ անսպասելի գաղափար առաջ քաշեց, որը ես հետագայում կարող եմ ասեմ տարիներով փայփայել եմ իմ սրտի մեջ։ Այդ նախադասությունով ինքը ոնց որ ասես գիտեք, միանգամից տապորով կտրեց вообще ցանկացած նյութական հակվածությունները էլի հոգևոր դաշտում։ Ես միշտ ուղղակի բառացի այդ նախադասությունը կրկնում եմ։ Նախադասությունը ինքը հնչում էր այսպես. Եվ գերագույն Աստծո անձնավորության ողորմածությունը ինքը արտահայտվում է դրա մեջ, որ դու չես կարողանում իր մասին չմտածել։ Այսինքն, երբ որ այդ դու այսինքն ընդհանրապես այդ ունակությունը, երբ որ դու վերաբանես, չի, այդ դա ում հաշվին է լինում։ Այդ դա է, որ լինում է մաքուր նվիրատների հաշվին։ Հասկանում եք, որտեղ այս աշխարհում մենակ իրանք են, որ ռեալ Աստծուն ճանաչում են, որ ռեալ իրան հիշում են, ու մենակ իրանք են, որ Աստծո մասին կարող են պատմել մեզ, որ դու աստվես։ Որ դու ինչ-որ մի հատ այդ քո սիրո մի հատ բանը սենց չրտիկը մի հատ սենց տատանի տա ու դու զգաս, որ այս էր։ Հա, կամ ասենք, ինչի համար, որտեղ իրանք երբ որ սկսում են նկարագրել Աստծուն, չէ, դու ամեն քայլափոխին, ամեն բառի վրա մենակ էդ ես զգում, որ ես բոլորի մեջ այս եմ մանեկել։ Հա, պարզում է իր մեջ է, այսի ու ինքը կամաց, այ ոնց որ այդ մաքուր սերը ինքը վերադառնում է այն օբյեկտին, որ ինքը այդ սիրուն արժանի է։ Ու այդտեղ է, չէ, որ հնչում է այդ գաղափարը, որ մաքուր սիրո արժանի են միայն Աստված ու հոգևոր աշխարհում ապրող մաքուր էակները։ Նյութական աշխարհում ապրող էակները արժանի են միայն կարեկցանքի, ուրիշ ոչ մի բանի։ Կարեկցանքից մի միլիմետր տուդա-սյուդա զգացմունքները իրանք նյութական են։ Всё։ Հասկանում եք։ Հիմա Եվ Բաքսիմնոթակուրը ինքը սկսում է քննարկել, թե իրականում, ասենք, շրջված այդ ընդհանուր պատկերացումն է տալիս էլի Բաքսիի Վիկտորիայի մասին, ինքը սկսում է քննարկել այն գաղափարը, որ ասենք պրեման կամ մաքուր սերը ինքը ամենասկզբում, այսինքն ամեն մի ճանապարհ ինքը ունի իր սկիզբը ու իր վերջը, չէ։ Հիմա այդ մաքուր սերը, որի կենդանիակը ինքը պիտի այդ իրան զարթացնելու բանին հասնի վերջում, չէ։ Ինքը ասվում է, որ ամենասկզբում ինքը ոչ ուղղակի ձևով արտահայտվում է որպես Աստծո մասին հիշողություն։ Չէ, այստեղ է էլի, որ այդ 3 նվիրված ծառայությունները լսել, կրկնել, հիշել, չէ, իրանք դառնում են ակտուալ։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այդ լսել, կրկնել, հիշելու մեջ, չէ, ինքը մի հատ սենց բան կա էլի, որը ես փաստորեն կարող եմ ասեմ, որ այդ բառը փորձը տարիներ շարունակ ունեցել եմ իմ աշակերտների հետ, պարզվեց, որ ասենք, որ լսողությունը ինքը տարբեր է լինում, դա ինձ համար միշտ ակնհայտ եղել, որտեղ կա լսողություն
տգիտության մեջ, կա լսողություն ուրեմն բանի մեջ, գրքերի մեջ, կա լսողություն առաքինության մեջ եւ կա լսողություն տրանսցենդենտալ։ Հա։ Տգիտության մեջ կենդանիակը ինքը լսում է Աստծո մասին, որպեսզի կարողանա իր դաշնամանքը արդարացնելու հիմքեր գտնի։ Չէ, դրանք հոգևոր ֆանատիկներն են, որոնք իրանք իրականում այս վերջերս նորից ինչ-որ մի հատ արաբ մարդուց բան մեսենջերի մեջ մի հատ բան ստացա, արաբերեն էր գրած, բան արեցի перевести на русский, գրած էր նայեք այս տեսանյութը եւ սկսեք գործել, խնդրում եմ։ Սա մենք ինչ արած մարդիկ օգնություն ախնդրում, էլի տեսնում մի հատ էսի չէ, ուրեմն մի 10 հատ մարդ, այսպես այն որ բան կա է, պլաստիկատից ուսից բաներ անում ու կապում են։ Հա, ուրեմն այդ դրանից հետևը ձեռքերը կապած, մեջքները այսպես բան կեսը տկլոր, ուրեմն նստած էլ էտեղ, երկու հատ բան չկարես հասկացան մուսուլմանական կատարում էր դա, ուրեմն փայտերը առած ձեռքը, դրանց մեջքը ծեծում էին։ Ինչ-որ իրաց լեզվով, ինչ-որ բաներ էին ասում։ Հա, են էլ ասում էր շուկրան չանչարանում։ Հալը մեկ էլ շուկրա էր ասում վերջում։ Ապծեցում էին, ասում էր շուկրան։ Ու գիտեք, էդի որ նայում ես, չէ, մի անգամ այդ էլի որ մարդը ինչի կարա ընդհանուր։ Չէ, ու ասենք նայեք, ասենք մուսուլման աշխարհում դա այդ բռնության հանդեպ հակումը ինքը բավարարվում է պատիգիդի կրոնականության, չէ։ Ու Աստծուն ենք այդ ձևի ծառայում։ Չէ, այսինքն բռնության հիմքի վրա կրոնականություն ենք հաստատում։ Վահ, հասկանում եք։ Նա չենք, այս պահին չենք քննարկի, թե դա ճիշտ է սխալ է, բայց դա տգիտության մեջ կրոնականության կատարողությունն է, որ մարդը ինքը հակում ունի բռնության հանդեպ ու այդ բռնությունը իրականացնելու լսում ակսիոն գրվածքները, որ այնտեղ հիմք ստանա իր այդ հակումը իրականացնի հոգևորի ծածկույթի տակ, չէ՞։ Նրանք ովքեր կրքերի մեջ են, իրանք լսում են, որպեսզի կարողանան բավարարել իրանց կրքերը, հա։ Ես միշտ ասենք այդ օրինակներն են բերում, որնակ ասենք, ամենապարզը, հա, ինչի Դրավպադին կարելի էր 5 տամուսին մնալիցի, չէ, ինչի Աջունային կարելի էր աղջիկ գողանալիցի, չէ, ինչի չգիտեմ, ես ինչ էր 50 հատ կին ուներ, ես չեմ կարող ունենամ, ես մեզ եմ կիրքն եմ փորձում բավարարի, չէ։ Նրանք ովքեր առաքելության մեջ են լսում, իրանք հետաքրքրվում են ինչ պարտականություններ ունեմ։ Այսինքն Աստված вообще ինձանից ինչ է պահանջում, որ ես ինչ ճիշտ պահեմ, ինչ եմ անում, որ Աստված ինձ այս գոհ մնա, ու ինչ-որ մի հատ նյութական արդյունք տա, թե այդ կոնկրետ ինչ նյութական կարևոր չի։ Կլինի դա զգայական վայել, կասածագրում, թե միստիկա, արդեն հասկացանք, որ այդ ամեն ինչը նյութական է, չէ՞։ Հասկանում եք։ Բայց ես իմ համար հիմա ունեմ մի հատ 4-րդ լսելու ձև։ Մենք երբ որ ունեինք բան ունեի մի հատ հարևանուհի ունեի, որից ես ասենք իմացա վակցի մասին ընդհանրապես, ինքը ասում էր Արտի ջան, նյութական աշխարհում 3 հատ չի գունաները, նյութական աշխարհում 4-ը գունական, որ առաջի անգամ ասացի 4-րդը որն ասեց հայկական է։ Не подлежит. Manchester annesini. Հիմա որ ճորոք լսելու ձևը կա, գունայից դուրս, էդի անտարբեր լսելն է։ Մեկ մտածում ես, ասում ես ամենլավեր թշնամակով լսել կանց թե անտարբեր չէ։ Այդ անտարբերությունը որն է։ Ինքը մի հատ շատ հետաքրքիր երևույթ կա, երբ որ կենդանիակը ինքը այն պահին, երբ որ լսում է, իր համար հետաքրքիր է։ Դա բնական է, որ հետաքրքիր է, հասկանում եք, որտեղ հոգևոր գիտելիքը ինքը անմիջապես հոգու հետ է խոսում։
ու հոգին այդտեղ բավարարվում է, ինքը հանգստանում է, թուլանում է, ինչ պրոցեսներ է իր մոտ գնում, որտեղ ինքը հիմա դա դառնում է բան, էլի պատվիճկա, անկերություն։ Այսինքն ազնվությունը ինքը լսում է, այդ պահին վալ բաճ մի տեղա բարձանում, որ ցես միած սաղ իր էներգիաները թարմանում են, հետո հենց օրինակ համար ասենք, հենց լեկցիան անջատում է կամ գիրքը փակում է, միանգամից վերադառնում է իր գունա ու գնում է սկսում է այդ իր գունայով ապրել։ Տիեզերական ճշմարտություններ կարող է լսի ու մի քայլ առաջ չգնա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մի քայլ առաջ չգնա տարիներով։ Էդի մի հատ ունիկալ բան է։ Այդ դրա համար, որպեսզի գիտելիքը դա ում հետ է լինում, ով է կարողանում մնա անտարբեր, ով որ չի արել երկրորդը, կրկնելը, որովհետև կրկնողության մեջ է գիտելիքը քոնը դարձնելը։ Այն պահին, երբ որ դու լսում ես, դու օգտվում ես խոսածողի ռեալիզացիայից, դու գտնվում ես իրադաշտում, եթե ինքը հոգևոր մարդ է, ինքը շատ բարձր է, չէ՞, դու ինքը քեզ բարձրացնում է այնտեղ, որտեղ դու նենց բաներ ես լսում, որ ուրիշ ոչ մեկից չես կարող լսես, չէ՞, բայց եթե դու հետո դա չես կրկնում, դու այդ քո լսածը չես կարողանում քո մեջ պահես։ Ու ես ասում եմ, դա լինում է մաղի նման, մաղի մեջ ջուր լցրու, լցրու, հաստեղից լցվի, ինձևից թափի, ստեղից լցվի, ինձևից թափի։ Եվ կրկնողությունն է, որ այդ մաղը դարձնում է սասուտ։ Տարավ ոբշին հասկացար, չէ, որտեղ արդեն ջուրը սկսում է հավաքվել։ Եվ այդ կրկնողության ժամանակը կրկնողությունն է, որ զարթացնում է հիշողությունը, ոչ թե լսողությունը, այլ կրկնողությունը։ Հասկանում եք, եւ նրանք, ովքեր արհամարհում են կրկնողությունը, իրանք չեն կարողանում այդ գիտելիքը հիշել։ Իսկ եթե իրանք չեն կարողանում հիշել, դա ինքնըստինքյան նշանակում է, որ չեն կարողանում իրանց կյանքում կիրառել։ Այսինքն երբեք այդ գիտելիքը չի դառնում իրանց պլատֆորման։ Ու ինքը 100 անգամ ուզում է 25 տարի մանտրա կրկնի, ուզում է 30 տարի բակցիով զբաղվի, հենց որ գալիս է իրական իր բանը, ինչ-որ մի իրավիճակ, ինքը գործում անեց, ոնց որ գործել է միշտ։ Իր սեփական փորձի, չգիտեմ, գաղափարների հիմքի վրա, ոնց որ այդ ամբողջ գիտելիքը вообще իր մեջ չի եղել։ Հասկանում եք։ Իմաստախոսքը չէ, դրա համար Բակտիվնոտ Թագուրը ինքը ասում է, սերը ինքը սկզբում այդպես կոսվեն անուղակի ձևով արտահայտվում է որպես հիշողություն։ Իսկ Բակտիոկայում ասվում է, որ Գերագույն Աստծո ազնվության հանդեպ ծառայությունը ինքը սկսվում է լսելուց, կրկնելուց, հիշելուց։ Եվ հետաքրքրությունը ինքը այդպեսին դա չէ, լսում ես, կրկնում, հիշում, այդ հիշելու ընթացքում է, որ Աստված ինքը ինչ-որ գին է ձեռք բերում քո համար, դրա համար հաջորդ էտապը դա երկրպագում ես։ Հասկացաք, այս 4 բաները, թե դու ոնց ես գալի նրան, որ երկրպագել նշանակում Աստծո համար ինչ-որ բան ես անում, չէ՞, այդ դու ոնց ես գալիս դրան, ինքը կախված է այդ դրանից, թե դու քո լսվածը կրկնում ես, թե չէ։ Հասկանում եք։ Հիմա հաջորդ քայլը դա նա է, որ գրագիտությունն է, որ անձնավորությունը հիմա այսինքն բակտի ամենագլխավոր վերջնական նպատակը դա սերն է, պրեման, չէ՞։ Հիմա իրանք բացատրում են, որ առաջի քայլը դա նա է, որ անուղղակի ձևով հիշում ես, եւ պրեման վերջնականում ինքը լրիվ արտահայտվում է, երբ որ լուծվում է միտքը,
նյութական միտքը, այսինքն նուրբ մարմինը, ինչի հենց իմինը միտքը, որովհետև միտքն է ցանկություններ ձևավորողը, հասկանում եք, հիմա, իսկ ինչից է կախված, թե միտքը ինքը ինչ ցանկություններ է ձևավորում, արժեքային համակարգից, չէ, ես ինչը, որ իմ մեջ արժևորում եմ, դրա համապատասխան էլ միտքը ցանկություններ է ձևավորում, միտքը ինքը անկախ էլեմենտ չի, ինքը անկախանում է ու դառնում է ահավոր վտանգավոր, երբ որ բանականության մեջ արժեքային համակարգ չկա, երբ որ մարդը ոչ մի համոզմունքներ չունի, դե դուք ուշադրություն դարձնեք, այն ֆաշիստից բռնած մինչև ինքնաիրականացված անձնավորությունը, չէ, բոլորը իրանք ղեկավարում են իրանց միտքը, ու եթե դուք ուշադրություն դարձնեք, դուք կտեսնեք, որ իրանք բոլորը քարի նման համոզմունքներ ունեն, եւ չարի մեջ եւ բարու կապ չունի, բայց միտքը ինքը ենթարկվում է ուժեղ արժեքային համակարգին, այսինքն գիտելիքից, չէ, իսկ արժեքային համակարգը ինքը կախված է գիտելիքից, թե ազնվություն ինքը ինչ գիտելիքի է հետևում, հասկանում եք, ուրեմն այսա ինքը շատ կարևոր թեմա է, որ պրեման ինքը լիարժեք արտահայտվում է, երբ որ հալվում է նյութական միտքը, այսինքն կենդանեակի գիտակցության մեջ չի մնում նյութական ցանկություններ, քանի դեռ կան նյութական ցանկությունները, ուզում է լինի դա սեփական էգոիզմը, ուզում է լինի կենտրոնացված էգոիզմը, ուզում է լինի տարածված, որի ամենանուրբ տեսակը դա հայրենիքն է ու մարդկությունը, մեր մոլակիվը, հասկանում եք, քանի դեռ այդ իդեաները կան, ազնվորությունը ինքը իր մեջ մաքուր սերը արտահայտված չի իրականում, եթե դաժե ինքը խոսամաքուր սիրուց կա, մենք սովորում ենք, չէ, կամաց, ամեն ինչը մի անգամից ճանաչել, թե որը ինչ է վաբշե, հասկանում եք, թե ինչ շիլաշփոթ են վաբշե սարքել ես ամեն ինչի մեջ, էլի, այդ որ հայրենասիրական գաղափարները կարող են ընկալվել որպես հոգևոր եսի ինչ, պիտի ոչ մի ինքը, այսպես արել է, ինքը շատ ավելի բարձր է, քան էգոիզմը, եւ Պրաբհուպադը ինքը ասում էր, եթե ձեզ չի հաջողվում մարդուն հաստատել Աստծո այդ հոգևոր առաջընթացի մեջ, օգնեք իրան, որ ինքը դառնա հայրենասեր, որտեղ հայրենասիրությունը ինքը ավելի բարձր է, տարածված էգոիզմ է, չէ, բայց եթե մեկը նյութական է, այդտեղ ոչ մի հոգևոր գաղափար չկա, հասկանում եք, այսինքն մի երկրում, որտեղ ապրում են իրար ատող, իրար, չգիտեմ, օգտագործող, իրար քցող, իրար եսի ինչ անող հոգիներ, կարող եք ինձ ասեք, դրա ինչն է սուրբ, հա, կարող եք, ես ես լուրջ եմ հարցում, կարող եք ասեք, ինչն է սուրբ, ոչ մի բան է, չէ, պետք է անջատվի, էլի, ամեն ինչ իր տեղը ունի, հա իհարկե նրանից բարձր է, բայց հաստատ այն չի, եւ հիմա ասվում է, որ այդ որ միտքը ինքը դադարի նյութական ցանկություններ ձևավորել, այդ պրոցեսը ինքը ավարտված տեղի է ունենում, երբ որ քո նպատակի օբյեկտը դառնում է լիակատար, այսինքն որ դու ձգտում ես մենակ իրան, մեր դեպքում Աստծուն, հասկանում եք, այդ ժամանակա, որ այդ նուրբ մարմինը ինքը այսպես լրիվ հալում է, այնքան ժամանակ, ինչքան ժամանակ դու մի հատ մնացես բա ունես, որ հետ ես նայում, այդ նպատակը քո համար դեռ լիարժեք չի, ու մաքուր սերը քո սրտի մեջ դեռ չի կարող ապաստարան գտնի,
կապվածությունն Աստծո հանդեպ, այո, մաքուր սերը ոչ։ Այ մենք այս գաղափարների մեջ են էլի հետագայում տարբերություններ ենք դնելու, ասենք Աստծո հանդեպ վերաբերմունքի գրադացիաները, հասկանում եք։ Հիմա եւ բակտի մեջ ուրեմն ամենավերջնական նպատակը ինքը հրեացիների կողմից այո հայտարարվում է Տեր Քրիշնան, ինչու մենք դա բազմիցս արդեն քննարկել եմ ես մի թեթև, չէ, որովհետև Տեր Քրիշնան ինքը վապյալ բոլոր Աստծո մարմնավորումներից ավելի բարձր որակներ է ցույց տալիս, եւ հնարավորություններ եւ հզորության եւ համայնքի տեսանկյունից, եւ որովհետեւ ինքը համընդհանուր երանության սկզբունքն է։ Ինքը երանության, որտեղ Աստված ինքը մարմնավորում ունի, որը ինքը, ասենք, համընդհանուր հանգստության սկզբունքն է, համընդհանուր պաշտպանվածության, համընդհանուր արդարության, եսիմինչի, Տեր Քրիշնան ինքը իմինը համընդհանուր երանության սկզբունքն է, այսինքն ամենատաք վիճակը, ամենաբարձր վիճակը, որը կարող է լինի կենթանիակի կյանքում, չէ, այ սերը, հիմա այսպես էլի սիմվոլիկայով խոսանք, սերը հանդեպ այդ գաղափարի համընդհանուր երանության գաղափարի, հա, դա պետք է լինի գերագույն նպատակը, երբ որ դու դառնում ես այդ անձնավորությունը, որի սրտի մեջ գերագույն նպատակը դա է, հասկանում եք, Աստծո գերագույն անձնավորությունը ինքը մի ուրիշ ձևի արտահայտվում է մեր կյանքում, հա, եւ այդ հոգու սիրելու պոտենցիալն ինքը այդ ժամանակավոր արտահայտվում։ Հա, հիմա տեսեք, ասենք, մարդը ինքը կարող է, ասենք, մարդը ինքը միշտ այդ բաների կալոցից, հա, իրա ջրհորի չափով է, էլի ամեն ինչը չափով, ու եթե իրա ջրհորի մեջ ամեն ինչ լավ է, եթե իրա ջրհորի մեջ ամեն ինչ լավ է, ինքը մտածում է, որ աշխարհում ամեն ինչ լավ է։ Այդ համընդհանուր ու նյութական աշխարհում, չէ, ընդհանրապես հնարավոր չի լինել երջանիկ, եթե դու կպած ես համընդհանուր երանության գաղափարի վրա ու գիտակցում ես, թե այս աշխարհում ինչքան տառապանք կա։ Հաջորդ գաղափարը եւ վերջինը, որը մենք այսօր մեզ հետ կնայենք, դա նա է, որ կարգավորիչ սկզբունքները իրանք չեն կարող դառնալ մաքուր սիրո աղբյուր։ Իրանք ճանապարհն են, բայց աղբյուրը չեն։ Այսինքն կարգավորիչ սկզբունքները չեն, որ ծնում են սեր Աստծո հանդեպ։ Հա? Ուրեմն սենց է, էլի, կարգավորիչ սկզբունքներով ազնվորությունը ինքը գալիս կանգնում է այն ճանապարհի վրա, որը ստեղծում է սերը։ Հասկացաք, это разные вещи, էլի, то есть որպեսզի ես հասնեմ 10-րդ դասարան, ես պիտի ընդունվեմ առաջին դասարան, չէ՞, այդ առաջի դասարանն ինքը ճանապարհ է դեպի 10-ը, բայց ինքը առաջի դասարանը 10-րդի արդյունքը չի տալի։ Այս է գաղափարը, որը մենք պիտի հասկանանք, որտեղ շատ գիտեք, հիմա ասեց այս տեղը պահեմ ձեզ, որ հասկանանք ինչի է սա կարևոր, էլի, որտեղ մենք այսպես մի տեսակ բան ենք, չենք շփվում, ասենք, օրինակ, եթե դուք շփվեք ուրիշ մարդկանց հետ, ովքեր որ իրանք բացիով են զբաղվում, դուք շատ հաճախ կարող եք այդ երևույթի հետ բան անել, հանդիպել, հա, որ մարդը ինքը գտնվում է կարգավորիչ սկզբունքների էտապում ու խոսում է նրա մասին, որ ինքը Աստծուն սիրում է։ Դուք պետք է հասկանաք, որ ինքը, չէ, ինքը կարող է դա շատ անկեղծ ասում, բայց դուք պետք է հասկանաք, որ ինքը իլյուզիայի մեջ է, այսինքն ինքը իր նյութական էմոցիաներով ուղղված է դեպի Աստված,
ու դա ընդունում է, որ դա պրեման է։ Հասկանում եք, պրեման ապրող մարդը ինքը այսպես ոնց ասեմ, մենք ուշաթափված մնա вообще չկարողանա շարժվի։ Հենց որ պրեման մտավ մեջը։ Դա լրիվ ուրիշ բան է։ Քանի դեռ դա ինչ-որ լացս է գալի, չգիտեմ ես եմ մտնում, բայց պուպուսիկ տուսիկներ ունի ասվածություններ, չբանք բոլորը նյութական զգացմունքներ են, որոնք պրեմայի հետ ոչ մի կապ չունեն։ Չեք մեղադրում, հասկանում եք, չէ՞։ Այդ этаպին բնորոշ բաներ են, բայց մենք պիտի այդ գրագիտությունը ունենանք, որ դա չի պրեման, դա չի սերը, դա ընդամենը կենթանիակը, այո, արդեն բավականին մեծ դաստիժենիա է, որ դա է դաստիժենիա, ձեռքբերում է, չէ՞, արդեն մեծ ձեռքբերում է, որ կենթանիակը ինքը կարողացել է իր նյութական զգացմունքները ուղղի դեպի Աստված, չէ, еще хуже, մի հատ երկաթի կտորին, որը կոչվում է աստվածություն։ Հասկանում եք, դա ճիշտ բան է, բայց դա պրեման չի։ Այդ գրագիտությունը մաքուր սերը չի։ Հասկանում եք։ Եվ այսի շատ կարևոր է, որ կարգավորի սկզբունքները իրանք չեն կարող ծնել պրեման։ Բայց կարգավորի սկզբունքները իրանք մաքրում են միտքը, հա, եւ ստեղծում են բարենպաստ դաշտ, որ պրեման ինքը արտահայտվի։ Այսինքն մինչև կարգավորի սկզբունքների этаպը կենթանիակը նորմալ չանցնի, մաքուր սերը իր մեջ չի կարող զարթի։ Այդ որ մեկ sense գալիս են, գիտեք, ասես ոնց ուզում ապրում են, ինչ ուզում անում են, հա, ու մաքուր սիրուց են խոսում, այն որ, այնա դուք հասկանում եք, թե դա ասենք ինչքան ընդհանրապես ոչ մի կապ չունի մաքուր սիրո հետ, չէ՞։ Եվ ուրեմն այս էր գաղափարը, դրանից հետո մյուս անգամից մենք արդեն ձեզ հետ կմտնենք իմенно այդ կարգավորի սկզբունքների, որտեղ ինչ տեխնիկա է։ Բայց այսօր մենք ձեզ հետ շատ կարևոր բաներ բանալեցինք, որպեսզի մենք հասկանանք, թե ինքը բակտերին ինքը ինչ գերագույն նպատակ ունի, այս շարանը ինքը շատ կարևոր է, որ մաքուր սերը դա կենթանիակի հավերժ ունակությունն է, այսինքն պրոցեսը ինքը կայանում է ոչ թե նրանում, որ դու զարգացնում ես սեր, այլ նրանում, որ դու վերականգնում ես քո սերը, հա, որ այդ վերականգնումը ինքը տեղի է ունենում առաջի քայլով, որպես այդ որ դու հիշում ես գերագույն Աստծո անձնավորությունը, մենք խոսեցինք, թե որ կենթանիակը ինքը կարող է լսի, կարող է ուսումնասիրի հոգևոր գիտելիքը, բայց չկարողանա հիշել Աստծուն, որտեղ չի կրկնել, եւ այդ ժամանակ ինքը նմանամաղի, որտեղ այդ գիտելիքը մի կողմից մտնում, մի ականջ մտնում, մյուս ականջից դուրս է գալի, որպեսզի դա դառնա մի բան, տառավորի մեջ այդ բանը ինքը սկսում է պրոստը լցնել, դա կրկնողությունն է, ինքը կրկնեց, ինքը հիշում է, այդ հիշելը ինքը առաջի բանն է, որ всё, գերագույն անձնավորությունը քեզանից մնաց գոհ։ Ինչու համար է սա կարևոր, այստեղ մի հատ նրբություն կա։ Բhagavad Gita-ն Տեր Կրիշնան ինքը ասում է, հիշողությունը տալիս եմ ես։ Հա, իմանաք, երբ որ դուք լսում եք, օրինակ գիրք եմ կարդում կամ դասախոսություն եմ, չէ՞ լսում։ Երբ որ ես լսում եմ, դա իմ առաջի քայլն է, որ ես Աստծուն եւ իմ ենթագիտակցությանը ասում եմ, ինձ սա հետաքրքիր էր։ Հա? Բայց կրկնողությունն է, որով ես ասում եմ, այն ինչ որ ինձ հետաքրքիր էր, դարձավ ինձ համար կարևոր։ Հասկացա՞ք։ Այդտեղ է, որ ես հաստատում եմ Աստծուն, որ ես երբ որ քո մասին գիտելիքը կրկնեցի, դա նշանակում է, որ դու ինձ համար դարձել ես կարևոր։ Ու ինքն է, որ քեզ թույլ է տալի, որ այն ինչ որ դու լսել ես, հիշես։ Բայց երբ որ դու իրան ասեցիր, դու ինձ համար դարձել ես կարևոր։ Հասկանում եք, էսի նրբությունները, որը եթե դուք չիմանաք, կյանքում չեք կարող հոգևոր կյանքը իրոք ռեալ անցնել։
այդ ճանապարհ անցնել մինչև հանդիպում իր հետ։ Մենք պետք է ամեն քայլափոխին հետևենք, էլի որ ես դեպի հոգևոր ճանապարհը ինքը ոնց է, ինքը սենց է։ Ես անում եմ իմ քայլը, ինքը տալիս է իր պատասխանը։ Եվ գրագիտությունը ինքը կանոնում է նրանում, որ ես իմանամ ես ինչ քայլ պետք է անեմ։ Ու ոնց պետք է ճանաչեմ իր պատասխանը։ Հասկանում եք, ուրեմն իմ քայլը դա լսել կրկնելն է։ Իսկ որ ես կրկնեցի, իր քայլը դա հիշողությունն է։ Հա? Ինքը որ հիշողությունը մի քիչ բացում է, ես ոգևորություն եմ ստանում իրան երկրպագեմ, Все ինքը դասավ իմ ուշադրության կենտրոնում, չէ, սկսեցի իր կոնկրետ իր համար գործողություններ անել։ Հա? Իր պատասխանն է, որ ինքը սկսում է այնպիսի քայլեր անել, որ ես իրան վստահ եմ։ Դա դիալոգ է, հոգևոր կյանքը ինքը ամեն քայլափոխին դիալոգ է։ Ու եթե դու այդ գրագիտությունը չունես, որ հասկանաս, թե այ քո ինիցիատիվային Աստված ինչով պատասխան տվեց, դու չես կարողանում ճիշտ շարժվել, որտեղ քանի դեռ դու նյութապես պայմանավորված ես, քո համար իր պատասխանը մենակ մի տեղ է, որ քո նյութական խնդիրները պիտի լուծվի։ Բայց այստեղ ինքը ասում է, իմ քայլը առաջին դա էն է, որ դու կարողանում ես ինձ հիշել։ Իսկ երբ ես կարողանում հիշել։ Ես քեզ դա երբ եմ թույլ տալի։ Երբ որ դու ինձ ասեցիր, որ ես քո համար կարևոր դարձա։ Հասկանում եք, այսա ինքը շատ կարևոր բան է, էլի։ Ու ասվեց նրա մասին, որ կարգավորիչ սկզբունքները իրանք մաքրում են միտքը եւ դաշտ են ստեղծում, որ մաքուր սերը արտահայտվի, հա, բայց իրանք կարգավորիչ սկզբունքները պրեման չեն զարթացնում։ Պրեման զարթացնում է ուրիշ բանը, մենք դա հետագայում կքննարկենք թե ինչ է։ Հա, ուրեմն այսրանք իրանք շատ կարևոր բաներ են, որը մենք պետք է նախնապես իմանանք, որպեսզի արդեն մտնենք, ասենք, հասկանանք, թե մենք ոնց պիտի ձևավորենք մեր հոգևոր կյանքը, երբ որ մտնում ենք այդ կարգավորիչ սկզբունքների մեջ, որպեսզի այդ կարգավորիչ սկզբունքները իրանք լինեն արդյունավետ։ Ու արդեն պրոֆեսիոնալ այդ թեման մենք տեսենք քննարկենք մյուս անգամ։ Այսօր ես կան Հիսով եմ ձեր համար հետաքրքիր